Առաջին քայլերն ենք անում։ Ինչպես օգնել փոքրիկին։ Ինքնուրույն քայլելը երեխայի շարժողական հմտությունը, որը ձևավորվում է մոտ 1 տարեկանում։ Որոշ երեխաների մոտ դա կարող է ավելի ուշ լինել։ Այս հմտությունը պետք է երեխայի մոտ հայտնվի մինչև 1,5 տարեկանը։ Եթե 1 ու 6 ամսականում երեխան դեռ չի քայլում եւ նույնիսկ չի փորձում, անհրաժեշտ է դիմել բժշկի։ Երեխան սկսում է քայլել, երբ արդեն տիրապետում է նախորդ անհրաժեշտ շարժողական հմտություններին, նստել, կանգնել, սկսել շարժվել հենարանի մոտ։ Հնարավոր է ցանկանում եք խթանել այս հմտությունը եւ մոտիվացնել փոքրիկին, որպեսզի այն ավելի արագ զարգանա։ Գովեք երեխային յուրաքանչյուր հաջողված կամ նույնիսկ ոչ այնքան հաջող փորձի համար։ Ձեռքից բռնած անցկացրեք նրան, խաղացեք նրա հետ այնպիսի խաղեր, որոնք պահանջում են շարժողական ներգրավվածություն։ Օրինակ, մի քանի մետր հեռու նստեք երեխայից եւ կանչեք նրան ձեր մոտ, որպեսզի նա քայլի դեպի ձեզ։ Օգտագործեք խաղալիքներ, որոնք խթանում են շարժումը, օրինակ քաշակներ կամ բռնակով մեքենաներ։ Դիտեք, թե ինչպես է ձեր փոքրիկին ավելի հարմար քայլել պոպիկ, գուլպաներով, թե կոշիկով։ Նորմալ է, որ երեխան միայն ոտապոպիկ քայլի։ Ժամանակի ընթացքում նա նաև կսովորի կոշիկով քայլել։ Եթե փոքրիկը երբեմն քայլում է ծայրահեղ մատների վրա, բայց կարողանում է ոտքը ամբողջությամբ դնել գետնին, դա նորմալ տարբերակ է։ Բայց եթե նա քայլում է բացառապես մատների վրա, ապա անհրաժեշտ է դիմել մանկաբույժի։ Եվ վերջին պահը՝ կոշիկը։ Այն պետք է լինի թեթև, հեշտ հագնվող եւ համբող։ Երեխան կարող է հանգիստ քայլել այդ կոշիկով, չի ընկնում, չի սայթաքում։ Կոշիկի թույլատրելի պահուստը մոտ կես սանտիմետր է։ Այսինքն, շատ մեծ չափս վերցնել պետք չէ։ Դա պարզապես անհարմար կլինի։ Սուպինատորներ եւ հատուկ օրթոպեդիկ կոշիկներ առողջ երեխային պետք չեն։